Ինչի մտտեղի է ունենում, քաղաքական հաշվի արտարի դրսևորում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ։ Համաժամանակյա մեր տասնյակում ընդգրկված պատգամավորության տեխնացուների առաջի տասնյակում ընդգրկված երկու գործիչներ թիրախավորվում են։ Ավելորդ թե ասել, որ այստեղ խախտվել է անմեղության, նախ ասեմ ինչի է քաղաքական հաշվի արտար։ Մենք շատ փայլուն ընտրարշավ ենք վարում, բազմահազարանոց հանրահավաքներով, բազմահազարանոց երթերով, այսօր էլ Գելափի հետազոտությունները ցույց են տվել, որ մեր վարկանիշը անշեղորեն աճում է, մոտ 9%-ին, մեր ունեցած տվյալներով ավելին է։ Գիտեք, բայց պարոն Սուրենյան տղամարդը ասում են, որ Գելափը հրապարակում է այնպիսի թվեր, ասում մեր թվերով ավելին ենք։ Ձեր թվերով ավելին եք, քան Գելափի, քան Գելափի թվերով, ես հետո հարգանքով եմ վերաբերվում ցանկացած մասնագիտական կառույցի հանդեպ։ Այլոց մեր քարոզարշավը ամենաբազմաշերտն է, ես այս պնդումը անում եմ, որտեղ մենք ի տարբերություն հարգելի մյուս թիմերի չենք կենտրոնանում ամեն օր մեկ վայրի վրա եւ ըստ էության մեր քարոզչական թիմերը բացի գլխավոր հանդիպումից ամբողջ օրը քարոզչական երթերի հանդիպումների մեջ են։ Մյուսը համաշխարհային պատմության մեջ թերևս մենք ռեկորդ ենք սահմանել որպես երկիր, որտեղ չեք գտնի որևէ այլ երկիր, որտեղ պետության ղեկավարը անուսավորում է հանցագործության մասին, որից հետո նոր իրավապահ մարմինները քաղաքական հաշվի արտար հիշեցնող նրա հայտարարության հիման վրա անում են հայտարարություններ։ Ավելի կարճ ճանապարհ պետական ինստիտուտները քաղաքական հաշվի արտարի գործիք դարձնելու եւ իմաստազրկելու առումով գոյություն չունի։ Սա ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լայվի ռեժիմով հայտարարություն անում, դրան հետևում են, ընդ որում վերջին 7-8 օրերի ընթացքում սա երրորդ դեպքն է մեր հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը փողոցային խուժանի բարոպաշարով Նվեր Ծառուկյանի մասին արտահայտվեց րոպեներ հետո դատախազության հայտարարություն, Նիկոլ Փաշինյանը Արարատ ցեմենտի մարքեթին արտահայտվեց րոպեներ հետո դատախազության հաղորդագրություն եւ այս երրորդը Անդրանիկի հետ կապված Թևանյան։ Այսինքն քաղաքական հաշվի արտարի գործիք են դարձել իրավապահ մարմինները եւ սա ժողովրդավարական բաստիոն իրեն հռչակած երկրում։ Իսկ ինչու պիտի հավատամ մի լուզեր ստախոսի նրա տակ պարկած պետական ինստիտուտների հաղորդագրության եւ ոչ թե իմ գործընկերոջ փաստարկների։